Սուտ ասելը դա արդեն փեշակ է դարը ժողովուրդ։ Խաղություն ենք բերել մեր ժողովրդի համար, ու առանց ծրագրի ման են գալի, ներկայացնում են, հետներ մի 6 ավտոբուս տանելով կամ հետ պարտադրելով, որով չկա գործից կա, այ ժողովուրդ ջան, դուք քիչ մարդ կա, դուք տեղակ պահեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատ գրեն, երեխուն ան, ցավը տանը, ձեզ երկիր կառավարել չի լինում։ Ասելու բան ունենք, ելեք ներկայացեք, մի հատ նշան են սարքել, քարտեզ, դու կպցնելու, հա ինչ այդ նոր ենք հայտնաբերել Հայաստանը, մասնատելով, բաժանելով, այսօր ամբողջ ասենք թե տարածաշրջանի վարդությունների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքեր են ակետերը դել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարում, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են Ժորժան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչատած, իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունա, ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու։ Ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում։ Ժողովուրդ, սա բանավոր պայմանավորվածությունն է, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, որ այսօր ասում են Սևանը Ադրբեջանին է, անունն էլ Գոչա է, Երևանն էլ Երևան է, այսօր նորից ինքը հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի։ Մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ մենք նույն Ղարաբաղի ճակատագրին չհասկանանանք ժողովուրդ։ Բոլոր խնդիրը ծրագիրը գիտենք, պատրաստ ենք։ Այսօր ինչ որ ես ասում եմ, թող որից է մեկը հակադարձի, ասի դա անհնար է, հնարավոր չի, անհնարի ոչ մի բան չկա։ Այսօր ժողովուրդը պարկի տակ, վարկի տակ, ռայոններում խեղճացած պատերի տակ նստած, չեն կարողանում ոչ աշխատել, ոչ աշխատատեղ կա, ոչ մշակելու բան կա, ոչ մի բան, այլ մարդիկ հետ քիչ-քիչ երթափելով գնում են, դպրոցները դադարում են, ասում են մեր տղյակները դպրոցներն են, դպրոց են կառուցել, 8 տարի 290 դպրոց են կառուցել, որից ասեն չէ, 300-ից 59-ն են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, են էլ ես տեղերը կառուցում են եղել պակասել են, այս տարի 230 դպրոց փակվում է, այս որ 59-ը կառուցած է, որ 230 փակվում է, ինչի համար է, եկել են գյուղերը, վերի գետաշ են, մարդ ուզում այդ տղու համար տուն կառուցել, ասում պետք է 1 միլիոն վճարես, որ քողի մեջ տուն կառուցել, այդ ծավը տանեմ, սահմանամեջ մոտի է, մարդը իր տղուն ուզում ամուսնացի տուն կառուցել, փոխանակ ասի, մի կառուցելու համար, որ տուն ես կառուցում, 1 միլիոն էլ պետություն իր կողմից է տալի, դա սահման պայելն է Ժորժան, դադարկելով մենք հասնում ենք X-տկյան ադրբեջանցիներին, հələ պետք է ասի ուզում գա կառուցի, իրանել եմ տրամադրում 1 միլիոն, թողան տուն կառուցեն, սահման ամուր լինի, ոչ թե 1 միլիոն պետք է տաս, են է սահմանի վրա, որ դու լիարժեք կարողանաս քու երեխայի համար տուն կառուցել։ Գյուղնախարարությունը պետք է վերականգնի, գյուղնախարարությունը պարտավոր է մարդկանց գյուղերում բնակվողներին հիմնական իր հողի չափսով գումար տրամադրի։ 100% գումար տա։ Ես նորից եմ ասում, ժողովուրդ, ես ոչ թե բաներ եմ ձեզ ասում, որ ոնց կլինի։ Ես ասեմ խաղաղորդների հետ, որ մենք ունենք կոնյակ գործարան, խաղաղորդների հետ մենք գարնանը 2-3 միլիոն դոլարի տրամադրում ենք, դեղորյակ, պարարտանու, չպալ, թողնում ենք աշտանը բերքավակի բերյալներ, թողնում ենք գյուղնախարարությունը, ժողովրդին իր հեկտարի չափով, ինչ ես տանում, արկես 500,000, արկես 300,000, կցանես, կհավաքես հեկտարին, կհացանես, հավաքես աշտաններ մեր փողոց վճարի, առանց տոկոս, որ մարդը գոնե կարողանա իր աշխատանքի արդյունքը, կարողանա իր տունը պահի, Ժորժան, առանց դրան անհնար է։ Այսօր իմաստեղ հավաքվածներ կամ ամբողջ Հայաստանը ունի 650,000 ընտանիք, 2,450,000 վարկառով։ Չեմ ասեմ վարկը գործի մեջ են դրել, բիզնես են դրել, կուտակվել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, կորոնավիրուս պատերազմ։ Մարդիկ ապրել են, գոյատևել են, վարկեր է կուտակվել, պետությունը այսօր 15 միլիարդ պատկ ունի, թող այդ պատկ 1 միլիարդ 100 միլիոն էլ ավելացնի, 2,200,000 մարդի վարկերը փակի իր կողմից, վարկը թող 1 միլիարդ ավելանա, բայց այս մարդկանց շայքի մեջից կանի ժողով, որ մարդիկ գոնե կիմանան ապրում են, կարողանում են ես տունը պահել,
իրենց վաստակատը չտանեն վարկի տոկոս պակետ։ Առողջապահության խնդիրը ժողովուրդ ջան, 700 միլիոն դոլար բյուջեին գումար նախատեսած, չեն ասում է գումար չկա, չեն կարող ճիշտ օգտագործել նպատակային, որտեղ են պետք պատվել, ով է կարող պետք պատվերից օգտվել, գնում ես ասում միամցից արի, միամցից գնում, ասում ես հետ չկա, կամ ասում այդ հիվանդությունը ժողովուրդ, պետք պատվերի մեջ չկա, այդ հատը տանեմ, 10 մարզա, քանի քաղաք է, քաղաքներում այդ հիվանդանոցները, այդ գումարները դին, աշխատողներին էլ ամեն մեկին $1000 տալիս ես, հələ կազմում է 30 միլիոն, որ մոտարապես 30 հիվանդանոց աշխատողին էլ $1000 գումար տար։ 100 միլիոն էլ թող սարքավորում առնի, 100 միլիոն էլ դեղորյակ տող առնի, 100 միլիոն էլ գույքար, հոսանք ծասել տողան, 330 հələ դեղ 350 միլիոն էլ մնում է, որ կարել է ճիշտ կազմակերպել, մարդիկ գող գնան մարտավարի, արգալից, իր բուժումը ստանա գա ժողովուրդ ջան, ինչ որ ասում եմ իրական է, ոչ մեկ չի կարա հակաճառել։ Ես նույնց եմ ասում, փաստացի դոկումենտալ եմ ասում։ Այսօր առաջնային պետք կա, որ մեր ծրագրում կա, առողջապահությունը, կրթությունը անվճար պետք է լինի։ Մարդիկ իրենց մարդ պետք է զգան, երեխան ընդունվեց, պետք է գնա սովորի, առանց ասենք թե վճարելու, որտեղ չեն պատկերացնում, չեն հասկանում։ Եթե մարդը ստանում է 200,000, կինը 120, 320,000, այդ տումպը այս կերակրես, հացնես, կոմունալ վճարես, թե տանես երեխամար 800,000 վճարես։ Չես կարող վճարես, քո կյանքից գնում է, տանջվում ես, որ դու տանիք կազմեցին, չես կարող երեխուն ուսման հարցով ապահովես։ Սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում, ժողովուրդ։ Հիմա ժողովուրդ, ձեզնից, ստեղ, քանի տոկոսն է վարկի տակ, խնդրում եմ ասեք, էլի, քանի տոկոս։ Այ ժողովուրդ, ասում եմ ձեզ, հնարավորություն տվեք, առաջին նիստի որոշումը, որ վարկերը անմիջապես մինչև 3 միլիոն ներում է շնորհվում։ Առողջապահությունը, կրթությունը անվճար է լինում։ Գյուղնախարարությունը վերականգնում է, որ անպայման այդ խնդիրները պետք է կարգավորի։ Խոշոր ծրագրեր 2 հատ պետք է 3 հատ կարգավորի ժողովուրդ, խոշոր ծրագիր։ Այսօր 50 հատ գործաներ կառուցեն։ Դա ժողովրդին չի ապահովի, չի հասկացել։ Ամեն գործանում թող աշխատեն 120 հոգի։ Դա ամբողջ ժողովրդին համար պետք է խոշոր ծրագիր, ներդրումային ծրագիր ժողովուրդ։ Ես անհատ մարդ կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ ասենք թե մենք այերով ասելու բանն ենք աշխարհին։ Այսօր մենք պարտվել ենք, կորցրել ենք, խենջացած, դուսներ մեր հայությունը էլ ասելու բան չունի, չգիտի ինչ ասի։ Բայց այսօր քայլ եմ կատարել, Աստծու կամոք, ես իմ ով չէ, պրոստը իմ մեջ մտցրեց, որ մենք այսօր աշխարհի առաջին քրիստոնեացն ենք, ու կառուցում եմ կարճ ժամանակում, սաղ աշխարհը գիտի, սաղ աշխարհը, այդ 17-ին Կաննում կինոֆեստիվալ էր, ամբողջ աշխարհի աստղերը, մեծ առուց մարդիկ կինո ընդեղ են ռեժիսորները, տպել են ժուրնալ, ասենք թե այսքան փոքրիկ պետություն Քրիստոսի արձանով է, ժուրնալի Աբրոշկայի վրա Քրիստոսի արձանով, այսքան փոքրիկ պետություն սենց մեծ ամբիցիոն ժողովուրդ, որ չափից մեծ ծրագիր են բնացրել, որ մենք կարողանանք աշխարհին ցույց տանք, որ տուրիզմը զարգանա ժողովուրդ, տուրիզմը այսօր ոսկու հանք է, որ ժողովուրդ տուրիզմը եկավ 10 օրով, 5 օրով, Սևան էլ է գալու, Գյումրի էլ է գնալու, Ջերմուկ էլ է գնալու, ու պատկերացրեք, եթե մի տուրիստ է ժողովուրդ, ես մենք խոսեմ, որ դուք ինձ հասկանաք, $5,000 գրպանը պետք է լինի, չէ որ գնա 7 օր մնա, պետք է ուրանոց մնա ծախսանի, 20 միլիոն գա, դա անում է 100 միլիարդ, բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիարդ, տարեկան քո երկիրը փող մտնել, այդ սաղ օգտվել են, գյուղացիներ, քաղաքացիներ, տաքսիստներ, փոքր միջին բիզնես, որ մարդիկ իրենց ընտանիքներով, պետք է քարի դնեն, մի բան ստեղծեն, տուրիստին ինչ է հետաքրքրում։ Այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, հավատացեք, որ ամեն ինչ